Թուրքիայում կառուցվում է երկու ատոմակայան։ Ատոմակայանով Հայաստանը մի բան է, առանց ատոմակայանը բոլորովին այլ բան։ Թուրքիան ուզում է մեզ զրկի ատոմային էներգիա ունենալ։ Ատոմային չէ, դա բես էլեկտրաէներգիա ունենալ։ Էլեկտրաէներգիայի աղբյուրից է մեզ ուզում զրկել։ Հայտարարում եք, թե գիտությանը փող եք տալի։ 10 անգամ պակաս եք վճարում այդ գիտնականին, ինչ ընդեղի ուղեղը ուրիշ որակ ունի, մի քիչ ավելի պետքա լինել արդար։ Ազգային գաղափարությունը եւ ազգային տնտեսությունը այլընտրանք չունի։ Լավ, ինչքան պետք է անինքնասեր լինես, որ թքեն փողես։ Առավել քան անինքնասիրությունը նման պահվածքը։ Աստվածաշունչն ասում է, քարը քցելուց առաջ մի հատ մտածի, ավելի ինքնիշխան, ավելի հզոր դառնալու համար ատոմակայանը կարևորագույն դերակատար է։ Հայաստանը Արցախով լրիվ ուրիշ բան է։ Առանց Արցախի, խնդրեմ, այդ սարքավորումը բոլորին է պետք։ Տասնյակ, մի քանի տասնյակ միլիոն դոլարի շահույթ կբերենք երկիր։ Մայրենի լեզվով գիտնականի արած գիտական գործունեությունը առավել արդյունավետ է։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է։ Այսօր հյուրընկալել ենք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտ աշխատող կենսաֆիզիկոս Հրաչյա Սարգսյանին։ Բարով եք եկել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սարգսյան, մենք ենք շնորհակալ, այսօր չափազանց հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու։ Թուրքիան վերջերս ակտիվացրել է Մեծամորի ատոմակայանի դեմ պայքարը, եթե չէ պատերազմը, հա, թույլ տվեք ասել, առնվազն ինֆորմացիոն տիրույթում։ Ինչու են խառնվել իրար, ինչ է կատարվում։ Հարցը ինքը շատ տարողունակ ու բազմաշերտ է, դրա համար մի փոքր պատմական էքսկուրս պիտի անենք, որպեսզի ամբողջական ընկալի մեր հեռուստադիտողը պրոբլեմը եւ նաեւ հասկանանք, թե իրականում Թուրքիան ինչ նպատակներ է հետապնդում։ Վերջերս մի կարճ ռեպորտաժ եղավ, եթե հիշում եք ABC մեդիան այդ ռեպորտաժը թողեց, բավական հաջողված էր, բայց ինքը խորքային մասնագիտական առումով չբերեց այն բավարարությունները, թե ինչի է Թուրքիան գնում դրան։ 8 հոգով հավաքվել են Իգդիրում, ասում են փագի։ Հա, հիմա տեսեք, ինչու Իգդիրում հասկանալի է, որովհետև կողքը Արարատ լեռնա դիմացնել ատոմակայանն է, չէ՞։ Բայց նույն այդ երկրում, Թուրքիա կոչված երկրում, երկու ատոմակայան է կառուցվում, Ռուսաստանի գումարներով ընդ որում։ Հիմա հարցը առաջանում է, որ բարոյական իրավունք է Թուրքիան որոշում, որ իր երկրում պիտի երկու ատոմակայան գործի, իսկ Հայաստանում, որ արդեն 76 թվականից շուտով 50-ամյակն ենք տոնելու։ Ատոմակայանը գործում է ու դա պիտի փակվի, որ տրամաբանությամբ։ Իրենց տրամաբանությունը ես հասկանում եմ, բայց մեր տրամաբանությունը, իրանց տրամաբանությունը ճիշտ հակառակ տրամաբանությունն է, որ ատոմակայանը պիտի աշխատի։ Նախ ատոմակայանը չպետք է փակվեր 89 թվականին, ընդ որում դա փակվել է, պիտի մեր հեռուստադիտողին հիշեցնեմ, Խորհրդային Միության կենտրոնական ղեկավարության որոշմամբ 89 դեկտեմբերին, եթե չեմ սխալվում, այստեղ միտեղ գրած ունեմ, դա էական չի։ Բայց հետագայում Հայաստանի Հանրապետություն անկախ պետության կառավարության որոշմամբ 1993 թվականի կարծես թե մարտի 12-ն էր թե փետրվարի որոշում է կայացվում, որ ատոմակայանը պիտի վերաբացվի։ Այդ որոշման հիման վրա մինչև 95 թվականը որոշակի գործընթացներ արվելուց հետո ատոմակայանը գործարկվեց 95 թվականի վերջին։ Իրականում այդ բացման նպատակի խորքային տարածաշրջանային աշխարհական նպատակները շատ բան են, այդ բազմերանգ են, ես չեմ դրան անդրադառնա, բայց եթե մենք այսպես ասենք ժողովուրդ են, որը ինտելեկտուալ մտածելու ունակություն ունի, որը մասնագիտական ունակությունները հավաքելու եւ դրսևորելու ունակություն ունի, որի վառօրինակը նաեւ ատոմակայանի այսօրվա գործարկումներ, որտեղ պատմության մեջ նախադեպը չկա, որ փակված ատոմակայանը թեկուզ 1 օրով, մերը 6 տարի էր փակված, վերագործարկվի, արդեն 30 տարի է ինքը գործում է եւ բոլոր տվյալները կան փաստելու, որ եւս 10 տարվա ռեսուրս ունի։
Ու ամենահետաքրքիրն է, որ այդ գնահատականը իր անվտանգային ռիսկերի նվազագույն թույլատրելի լինելը հաստատագրվում է MAGATE-ի նման կազմակերպությունը միջազգային անգլերեն կոչվում է IAEA եւ մեկ ուրիշ կազմակերպություն, որի անունը ես հիմա ուզում եմ ձեր մոտ կարդալ, որ 2011 թվականին OSART գործառնական անվտանգության վերանայման թիմ է կոչվում, ինքը անկախ մարմին է, ոչ մեկին չի ենթարկվում, ոչ ասենք միջպետական կառույց է, ոչ այլն։ Այս Operation Safety Review Team-ը կոչվում ինքը 2011 թվականի բանը Mediamax-ի հաղորդագրությամբ մենք տեղեկանում ենք, որ այս ամսին, որ հունիսի սկզբներին Հայաստան է գալու մասնագետների խումբ, այս անկախ այդ գնահատողների, էքսպերտների, դիտորդների, նրանք գալիս են ու շատ բարձր գնահատականով դեռևս 2011 թվականին ասում են, որ Հայաստանի ատոմակայանը կարա շարունակի գործել։ Հիմա իմ տեսակետը ինչու կարելի էր չփակել, որտեղ 88 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ոնց ասեմ, մի ճեղքված անգամ այդ տարածքում տեղի չեր ունեցել։ Պատճառը ի՞նչն է։ Իրականում պատճառը այն խելոք միտքը, որը կիրառական առումով դրսևորվել է, որը դրվել է այս ատոմակայանի ստեղծման գաղափարի մեջ։ Պատմականորեն որ նայում ենք, Հայաստանը քանի որ դառնում էր մեծ քիմիայի երկիր, դա նշանակում է մեծ քանակի էլեկտրաէներգիա էր պետք, էներգիայի աղբյուր։ Առանց էլեկտրաէներգիայի ընդհանրապես քիմիա գոյություն չունի, բայց մեր ջրային ռեսուրսները դա հնարավորություն չեն տալի, ճիշտ է, մասնակի Սևանը շատ կտրուկ 28 մետր գրեթե բանով այդ բարձրությամբ շերտով իջացրեցին կարճ ժամանակավա ընթացքում, բայց պարզվեց, որ Սևան հրազդան բանը Սևան հրազդան, ճիշտ եմ ասում, այդ կասկադը սպառեց իրեն, հո չէին կարող ամբողջ Սևանալիք չցամաքացնել, միևնույն է այն ժամանակային բանը չէին ապահովի։ Հետևաբար, այսինքն այլընտրանք չկար, կենսական նշանակություն ունի։ Ջերմաէլեկտրակայանը պակաս աղտոտացություն չի բերում, փոքր հեկեր, այն ժամանակ փոքր հեկեր չկա, նոր մի քանի տեղ հեկեր էին կառուցում, Որոտանի վրա, ասենք, Գրազդանի վրա հիշեցրեցի, Ախուրյանի մոտ ինչ որ տենց հեկեր կան, դրանք բոլորը միևնույնն է չէին ապահովի այն պահանջարկը, որ մեծ քիմիան պահանջում էր։ Եվ հետևաբար կենտրոնական իշխանությունները էլի խորհրդային միության 67 թվականին կառավարության որոշում են ընդունում եւ առաջարկում են Հայաստանի իշխանություններին, այն ժամանակ Կենտկոմը ղեկավարում էր Քոչինյանը, Անտոն Քոչինյանը, Բրիլյանտովիչ։ Դա ասում են Բրիլյանտովիչ իրավականում շատ լուսավոր հայրենասեր մարդ է, այդ պիտակը կպցնողները առնվազն գոնե արդար չեն։ Որտեւ Անտոն Բրիլյանտովիչի ժամանակ ատոմակայան, Անտոն Բրիլյանտովիչի ժամանակ Սևան կարող է ոչ թե կաշառակերություն է, գուցե, բրիլյանտ մարդ էր, էլի։ Մեր մետրոյի կառուցման սկիզբը, մեր Ծիծեռնակաբերդի հրաշքը, մեր Սարդարաբադը, բոլորը այդ ժամանակներում է կյանքի կոչվել։ Հետո Դեմիրճյանը եկավ, հենց իր դեմքով սկսեց բացել են։ Հա դե իհարկե, բանը, մեր Կարեն Շինարարը ամենայն հարգանքով։ Չէ, ամենայն հարգանքով երկուսի հանդեպել, որովհետև պարզապես տխուր փաստի ականատես ենք եղել 88-ին 41 վայրկյանում մի ամբողջ ռեգիոն հողին հավասարվեց, չէ, երկրաշարժի արդյունքում։ Հավանաբար այնտեղ բացթողումներ կային լուրջ։ Պարոն Սարգսյան, տեսեք, մասնագիտական շատ sense բան չանենք, որ չծանրաբեռնենք մեր հետևորդներին։ Հետաքրքիր է Թուրքիան ինչու է այդպես sense լրիվ նորմերով, բաներով։ Ասեմ, տեսեք, Թուրքիան բարոյական իրավունք չունի, որովհետև չէ, իր մոտ երկու ատոմակայան է կառուցվում, հարց։ Եթե ձեր մոտ ատոմակայան կառուցում եք, որտեղ կարիքը ունեք, իսկ ես կարճ ներկայացեցի, թե ինչու Հայաստանի Հանրապետությունը եւ այստեղ բնակվող 3 միլիոն ժողովուրդը դրա կարիքը արժեշտաբար ունեն, քանի որ մեր էլեկտրաէներգիայի 40%-ը ապահովում է այդ մի բլոկը։ Հո մենք մազոխիստներ չենք, եթե վտանգավոր լինի, ուրեմն կփակենք։ Բայց եթե կարողացել ենք այնքան իմաստուն ու գործնական լինել, որ 89-ին փակվելուց հետո 95-ին վերագործարկում ենք առաջինը նախադեպը չունեցող բանը դա փակված ատոմակայանը վերաբացել։ Այս 30 տարի աշխատում է, ոչ մի նենց էքստրեմալ բաներ չի եղել ու միջազգային կառույցները միջազգային կազմակերպություն կամ MAGATE-ի զատ կոչվում է գործառնական անվտանգության վերանայման թիմ, Operational Safety Review Team։ Հիմա տեսեք, եթե իրապես ատոմակայանը խնդրեմ ունի, այդ անկախ
Փորձագետների շահը որն է, որ գան Հայաստան 2011 թվին ու բոլորը միահամուռ, միաձայն ասեն, որ շատ լավ է, կարա աշխատի եւս X տարի։ Պարզվեց վերջերս բոլորովին անցած տարի մասնագետների ՄԱԳԱՏԵ-ի ղեկավարները կա Հայաստան, ասացին, որ եւս 10 տարվա ռեսուրս Հայաստանը ունի, ատոմակայան այսինքն։ Երկրորդ բլոկի մասին է խոսքը, քանի որ առաջի բլոկի մոտ ինչ որ բաներ էին նկատել, դա կոնսերվացված է։ Հիմա շարունակությունը։ Ուրեմն Թուրքիայում կառուցվում է 2 ատոմակայան։ Հետևաբար պահանջել գործող ատոմակային, որը որևէ խնդիր տարածաշրջանում չի ստեղծել, դա բացառապես պիտի դիտել ինչ որ քաղաքական ենթատեքստ, նպատակ։ Որն է իր, պարզ է իր նպատակը որն է, եթե մի այսպես ասենք ռազմավարական օբյեկտ, որը ապահովում է 40% էլեկտրաէներգիայով Հայաստանը, մենք փաստացի արտահանող էլեկտրաէներգիա երկիր ենք, միանգամից կհայտնվենք Իտալիայի եւ Լիտվայի օրը, ինչու համար հիմա ռեստորատորին էլի պատմական էքսկուրս անեմ, Չեռնոբիլյան աղետից հետո 1987 թվականին Իտալիայում տեղի են ունենում հանրաքվե, որի արդյունքում 4 գործող ատոմակայանները փակվում են։ Տարիներ հետո, ինչպես ասեցի, 2 տարի հետո փակվում է նաև Հայաստանի ատոմակայանը, փակվում նաև Լիտվայի ատոմակայանը, որը ապահովում էր իր ամբողջ պահանջմունքի այդ էլեկտրաէներգիայի 70%-ը։ Այսինքն հիմա ստացվում է, որ ընդամենը 30%-ն է Լիտվան արտադրում, մնացած մասով ինքը կախված է շրջապատից։ Բայց ուրիշ բան էլ փաստենք 2025 թվականի փետրվարի 28-ին Իտալիայի կառավարությունը դիմաց տիկին պրեմիեր մինիստրի որոշում է կայացել, որ Իտալիայում այլևս պետք է վերագործարկեն ատոմակայաններ եւ առաջի իրենց փակվածներից զատ իհարկե նոր ատոմակայանը հերթական որ պետք է կառուցվի 2030 թվականին պետք է գործարկվի։ Հիմա ես դա ուղղում եմ պարոն Էրդողանին, գուցե ինքը եւ իր շրջապատը կամ կարդալու հավես չունեն կամ ունակություն, որտեվ ճիշտ է, մեր երկրում ասում են սովորել է բանա մոդայիկա կամ չգիտեմ ոնց են ձևակերպում, դրա հետ կապված մի լավ ասույթ կա, եթե հնարավորություն տաք, կարամ ասեմ, էլի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Համեցեք։ Հա, ուրեմն լուսահոգի իմ գիտական ղեկավարը, որ աշխարհարչակ գիտնական էր, Խլեբապրոսը Ռեմ Գրիգորին, ասում էր մարդկանց իրենց ունակություններով սովորելու կարելի է բաժանել 3 խմբի։ Մարդկանց խումբ, որոնք սովորելու բարձր ունակություն ուներ, իրանք միշտ սովորում են։ Կան մարդիկ, որոնք սովորելու ունակություն չունեն, նրանք սովորեցնում են նրանց, ովքեր սովորում են։ Բայց կան մարդիկ, որ նաև սովորեցնելու ունակություն չունեն, բայց իրանք ունակություն ունեն սովորեցնելու այն մարդկանց, որոնք պիտի սովորեցնեն սովորողներին։ Հիմա ինքն ասում էր, որ լիարժեք ամբողջական մտածելակերպ ուղեղ ունեցող անձնավորությունը եւ սովորում է եւ սովորեցնում է սովորողներին եւ կարողանում է պատրաստել մարդկանց, որոնք պիտի սովորեցնեն սովորողներին։ Ցավոք սրտի հիմա իմ մտապատկերով ու ընկալումով Էրդողանների իրանց այդ այսպես կոչված բնապահպանների կամ Ադրբեջանից իրանց ուղղորդող ճակերտավոր ղեկավարների դեմոկրատ, որ Հայաստանն էլ բան են անվանում, ֆաշիստական երկիր են անվանում, հաստատ իրանք այս 3 խմբերից ոչ մեկի մեջ չեն մտնում։ Ինչու հիմա արագ ես հարցին էլ անդրադառնանք ու մյուս թեմաներին։ Բա ատոմակայանը ես ձեր բանը հարթակում բազմիցս կրկնել եմ, դա իմ մասնագիտական համոզմունքն է։ Ատոմակայանով Հայաստանը մի բան է, առանց ատոմակայանը բոլորովին այլ բան։ Այ Թուրքիան ուզում է, որ լինենք բոլորովին այլ բան, ասենք որ իրանից կախված լինեն։ Այո, թույլ, որովհետև այդ այսպես կոչված ռուբիլնիկը տարածաշրջանի էներգետիկ անվտանգության իր ձեռքին լինի, իր երազը դա է։ Որովհետև Հայաստանի ատոմակայանը, ապագայի բանը, Իրանի ատոմակայանը,
եթե ասենք շատ կտրուկ բաներ չփոխվեն, վառելիքի առումով, ասենք այդ իրանց այդ կասետը լիցքավորման, պետք է ռուսական տեխնոլոգիայով բերվի, նույնպիսի տեխնոլոգիայով էլ պիտի բերվի Թուրքիայի համար։ Բայց ես չգիտեմ, հիմա օրինակ խոսակցություններ են գնում, լրատվամիջոցներից մենք տեղեկություններ ենք ունենում, որ անգամ Հայաստանում քննարկվում է տարբերակը, որ ինչ որ ամերիկյան ընկերություն, ես դրանց անունները ցավոք սրտի կամ ուցե բարեբախտաբար լավ չեմ հիշում, փորձ է արվում հայկական ատոմակայանի վառելիքի խնդիրը լուծել արևմտյան ինչ որ արտադրողների հաշվին, դա այնքան էլ լավ բանի չի բերելու իմ համոզմամբ, որովհետև թափոնների պահպանման այն տեխնոլոգիան, որը սկիզբ առե սովետական միությունում, իդեպ ասենք, որ առաջի, այսպես ասած, խաղաղ ատոմը երկիրը դա սովետական միությունն է եղել, զզվելի տհաճ Օբնիսկում է գործի առաջի ատոմակայանը, հիմա ճիշտ է կոնսերվացված է դա, 59 թվականին է բացվել այդ ատոմակայանը, իմ տարիքին է։ Հիմա, բայց այսօր տասնյակ ատոմակայաններ գործում են Ռուսաստանի Դաշնության տարածքում, ատոմակայան կա Հայաստանում, ինչպես ասեցի, ատոմակայան կա Բելարուսում եւ Ուկրաինայում մի քանի ատոմակայան, որ առանց Ռուսաստանի գիտնականների, մասնագետների բանը, պատժեշկայի, այսպես օգնության, աջակցության հնարավոր չի լինի անխափան բան անելու։ Բայց ճակերտավոր նաև ազգի փրկիչները կարող են անգամ ոտնձգություն անել սեփական ատոմակայանների վրա, ի նկատի ունեմ այդ բանը բախտախնդիրը, որ այսօր Ուկրաինայի ժողովրդին սենց նվեր բերեց միլիոնավոր զոհերով, չեմ արդարացնում իհարկե մյուս կողմի բաստողումները, որոնք բերեցին այդ փուլին, ատոմային էներգետիկային մեծ վնաս էր իրականում նաև ռուս-ուկրաինական պատերազմը, դա իմ համոզումն է։ Հիմա սենց եթե ամփոփում ենք այս թեման, Թուրքիան ուզում է մեզ զրկի ատոմային էներգիա ունենա, ատոմային չէ, դա բես էլեկտրաէներգիա ունենա։ Ընդհանրապես էլեկտրաէներգիայի աղբյուրից է մեզ ուզում զրկել, այսինքն մեր տնտեսության ողնաշարը կոտրել է։ Որ Իրանից կախվածություն ունենանք, միանշանակ Իրանից են կախված լինելու, երկու ատոմակայան Իրանի տարբերակներ կա, Վրաստան կա։ Վրաստանը դեռ չունի ու չգիտենք մոտ ապագայում կունենա թե ոչ։ Գիտեք բանը ով է հիմնադիրը այդ ատոմակայանի։ Անդրանիկ Պետրոսյանց, մեր ազգակիցն է, ֆիզմատ գիտությունների դոկտոր, պայծառ մի հատ լուսավոր անձ։ 69 թվականին սկսում են 76-ին գործարկվում է այդ ատոմակայանը։ Ինքը մի հատ պլաստի վրա է, Արտակ ջան, թող մեր ժողովուրդը իմանան։ Ինքը երկրաշարժից բավական անվախ է, ասենց ասենք, էլի անվտանգ է։ Ատոմակայանը։ Հա, սկզբից սկսում էին բաներ տարածել պարաժներ, էլի թե բա ներքին ջրեր կան, բան կան, վտանգավորը եւ այլն, իրականում այդ իրանց նշած ֆակտորները բանա իր անվտանգությունն են բարձրացնում։ 88-ին ուրեմն խապել են ոմանք։ Իհարկե խապել են։ Իհարկե խապել են։ Լավ չեն անում։ Այ, պարոն Սարգսյան, տեսեք, չգիտեմ, այն ժամանակ էին լավ խափում թե հիմա, բայց հիմա էլ են խափելու չեմպիոններ, խոսքս իշխանական վերնախավի մասին է։ Կամ էլ աչքերը փակելու չեմպիոններ։ Սուտ խոսալ, աչքերը փակել, իրանց ջայլամի տեղ դնել։ Տեսեք, ընտանյոք սկսել են կրթել։ Գնում են ստեղ, այնտեղ տարբեր մարզեր են գնում, վերջին շրջանում գնում են Սյունիք։ Մի քանի անգամ գնում են այնտեղ երևի շատ է պետք կրթել, էլի, այտենց շատ։ Հիմա դուք ո՞նց եք այդ ավելին, վերջերս աշխատակազմի ղեկավար կոչվածը վարչապետի բյուջեում այտենց բաց ասեց, որ դա իրականացվում է բյուջեի հաշվին։ Այսինքն մենք դուք կոմունալ ենք վճարում, որ բյուջե գոյանա, այնտեղից մարդիկ որոշեն, որ մեզ կրթեն։ Մարդուկին էլ են գնան վերտալյոտները։ Ուղղակի եմ դիմում։ 8-րդ տարին է ես դիմում եմ ֆինանսավորելու մի գիտական ուղղության համար, որը այսօր Էրդողանների ու իր թեև տվողների կամ Ալիևների իրան թեև տվողների ատոմակայանի փակման մասով էլի, նրանց բերանը կփակվեր, եթե այդ թեման համապատասխան վերաբերմունք ստանար։ Պարոն Հարությունյան, եթե բյուջեում փող չկա, այդ բանը իրենց կրթության կարիք ունեցող անձինք ո՞նց են գնում ուրիշին կրթելու, որ բարոյական իրավունքով, մեր միջոցներով։ Հայտարարում եք, թե գիտությանը փող եք տալի, հələ մի հատ համատեք արևմուտքի հետ, արևմուտքի չափանիշներով արդյունք եք ուզում տպագրություններ, սարքավորումներ, մշակումներ ռազրաբոտկեք, բայց 10 անգամ պակաս եք վճարում այդ գիտնականին, ինչ այնտեղի ուղեղը ուրիշ որակ ունի։ Մի քիչ ավելի պետքա լինել արդար։ Դուք ո՞նց եք
գնահատում այդ արշավը, մարդիկ իրենց կոտորում են, բան ու գործ թողելա, վարչապետ մարդ, վերցելա կանոչը, ընկելա մարզ կարդում ամես։ Пожалуйста։ Ես խորհուրդ կտամ բոլորին, այդ թվում նաև ինձ, նախ եւ առաջ զբաղվել ինքնակրթությամբ, եւ եթե դա հաջողում է, ու դու ինքդ քեզ տեսնում ես արդեն այն երկրորդ խմբի մեջ, համ կրթվել գիտես, այսինքն ինքնակրթվում ես, համ էլ կարող ես կրթել այլոց։ Հիմա կներեք, մարդիկ, որոնք 18 թվականին եկան իշխանության, ես ուղիղ ասում եմ այս եթերից, այս մատերից չափ թեմաներ առաջարկվեց, նախագծեր, ուղղություններ, պետությունը շահեկան վիճակի բերելու, արտադրական ուղղություններ, գիտական ուղղություններ, անվտանգային ուղղություններ, ձան բարբարո հանապատից, ոչ մի վերաբերմունք։ Խոսքս ուղղում եմ Անդրանիկ Քոչարյանին, երևի իր բնակավարում էլ կրթվելու կարիք կա, չէ՞, շատ պատասխանատու հանձնաժողովի ղեկավար է ինքը։ Երբ որ ինքը դարավ այդ հանձնաժողովի նախագահ, ես իրեն նամակ գրեցի, Facebook-յան հարթակից, ասեցի, որ ժամանակները փոխվել են, այլևս պիտի կենթանի մարդը չկրվի սահմանում, այլ պիտի դա այդ բոլորը ռոբոտացվի, մեխանիզացվի, դա պահանջում այսօրվա տրամաբանությունը, այո։ Եթե դուք արձագանքել եք Արտակ ջան, ուրեմն Քոչարյանը շատ լավ անվտանգության հանձնաժողովի նախագահ է։ Չկա, բայց այն օրը մեծ խոսում էր, թե ինչա կատարվում, ինչա սպասվում Հայաստանում։ Այսինքն ինքը տոչչնի, կներեք բարի համար, ժողովուրդ ջան, ասում էր, որ քաղաքացիական պատերազմ կլինի, եթե ձեզ խելոք չպահեք ու կլինի մեր սցենարով։ Չի լինելու, պարոն Քոչարյան, չի հաջողելու։ Նախորդներ ասելով եկել եք այս բանն եք ասել, որպեսզի վերջակետ դրվի ասեմ ձեզ, նախորդներից ոչ ոքի գործունեությունը չեմ արդարացնում, այդ որ հիմա Նիկոլ Փաշինյանը հարձակվել է Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, որ գնացել է վեհապարի մոտ, հիմա գիտեք, կարելի է տարբեր գնահատական տալ, ինձ համար Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի հանդեպ վերաբերմունքը դրսևորվել է 89 թվականին ՀՀՇ-ի հիմնադիր համագումարով։ Երբ որ ինքը հայտարարեց, որ ազգային գաղափարությունը կեղծ կատեգորիա է եւ քաղաքականությունը դա անբարոյական գործունեություն է, եւ ես համակարգված գիտասարդ գիտնականս իրան ընդդիմացա կոնցեպտուալ, այսպես ասենք, էլի, որ երկու դեպքում էլ ինքը լինելով հումանիտարագետ, դոկտոր, գիտությունների դոկտոր, շատ սխալ է, այսօր քաղաքական դաշտում այնքան պայծառ դեմքեր կան, որոնք կարող են կանգնել իմ կողքին եւ հաստատել այդ բանը։ Ազգային գաղափարությունը եւ ազգային տնտեսությունը այլընտրանք չունի որևէ պետության, որևէ ժողովրդի զարգացման համար։ Իսկ որ քաղաքականությունը հաստատ բարոյական կատեգորիա պիտի լինի, մեր ապրած կյանքն է վերջի 35 տարի դրա վառ ապացույցը, պարոն Տեր-Պետրոսյան։ Այնպես որ ես ողջունում եմ, որ դու գնացել եք վեհապարի հանդիպման։ Չեմ ուզում գնահատական մեր վեհապարին տամ, մի բան գիտեմ, որ մի քանի անգամ անձնապես հանդիպել եմ մեր վեհապարին, Գարեգին երկրորդին, ու իմ կարծիքով եկեղեցականը հոգևորը ավելի առավել եւս բարձրացիան հոգևորականը մի մետ պիտի ունենա, ինքը պիտի լինի աստվածամետ եւ վերջ։ Իր համար միևնույն պիտի լինեն եւ օրվա երկրի իշխանությունները եւ առավել եւս աշխարհակաղակական որևէ կենտրոն կամ խմբավորումներ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ընդհանրապես չեմ էլ ուզում ասեմ թշնամի երկրից ինչ են ասում, ասենք այդ իրանց այդ Կուրբան Բայրամը տոնը Նիկոլ Փաշինյանը շնորհավորում այնտեղից ոչ մի ծապտոն։ Լավ, ինչքան պետք է անինքնասեր լինես, որ թքեն քո առավել քան անինքնասիրությունն է նման պահվածքը։ Որևէ անգամ քեզ որևէ քո եկեղեցական առաքելական տոնի առիթով շնորհավորել են։ Դա եմ ասում, այսինքն իրենք չեն շնորհավորում, իրենք քեզ առամարում են, վիրավորում են, եղբայր գնացե մտել ես, ասենք, այդքան կարելի է ցածրանալ, մանր լինել։ Այսինքն քո տան անդամին կարող ես բանը եթերից ասես, որ
պարոն Սրբազան գնա բարերը իրա չեմ ուզում կրկնել, չեմ կարող այդքան իջնեմ։ Դե լավ է, իր մակարդակն է։ Իր մակարդակն, բայց ինքը իր մակարդակից թող մի հատ վեր կանգնի, եթե չի կարողանում ուրիշները գան իր տեղ ավելի լավ կանեն։ Տունը չի ներկայացնում, էլ ինքը իր երկիրը ներկայացնում։ Ցավը դա է։ Թե չէ, այստեղ բան են, չէ, տենց բան են կտրում, առյուծ են կտրում։ Բայց լավ, ինչի՞ ես շնորհավորում, ով է քեզ խնդրել, տենց քեզ թվում է պետք է քեզ ողորման ու խաղաղության այդ բանը այդ թերթիկը։ Հիշում եք բան, ձեր հարթակում ես որ եկա բան, առաջի անգամ խոսելով իմ ցանկություններ բնականաբար դուք էլ սիրով համաձայնեցիք, Գարեգին Բագրատ Սրբազանի մասին, որ շատ էր այդ ոտնձգությունները, հատկապես տգետների, որոնք իրոք ինքնակրթության խիստ կարիք ունեն, որտեղ իրանց կրթելը անօգուտ է։ Հա, Ես թվում է չէ, զույգը կկրթի, ում ուզի կկրթի, պարոն Սարգսյան։ Դե ես կարծում եմ թույլ տվեք բացառություն լինել, էլի։ Իրանք ինձ կրթելու չունեն։ Իրանք այդքան չկան, որ կրթեն մեր տեսակին։ Ես ձեզ նկատի չունեի, Չէ, ես ասում մեր տեսակին ասեցի։ Հասկացա։ Մարդիկ, որոնց համար հայրենիքը վեհ է ամեն ինչից, հայրենիքի հաջողությունը ամեն ինչից բարձ է, անգամ նույնիսկ իր ընտանեկան բարօրությունից։ Ասենք, գիտեք, մի կողմից մարդը պղծում է, այլա սերում է, ինչ ասես ասում է այդ հոգեորականին, եկեղեցուն է անարգում, ինչ ասես, այս այդ կեղտը թույնը վրայից թափում է, մյուս կողմից սաղմոսներ է մեջ բերում, գրում է, որ մենք քո հոտն ենք։ Այդ մասով էլ եթե թույլ կտակ։ Ձեզնից առաջ 100 տարի առաջ գրվել է Քավոր Պետրոսը Ռաֆու կողմից, Խաչագողի հիշատակարանը։ Այո, այո։ Հələ ուր եք հասնեք, էլ ասեք, ինչ քանդեր բազություն եք անում 1000 ներողություն բարիս համար։ Լավ, դուք հիմար մեզ եք հիմարի տեղ դրել։ Ձեզ թվում ասենք այդ охраняемость հավերժը կպրծնեք կգնաք, չէ։ Արդեն պրծնում։ Մարդիկ կային ասում էին Մելիք Ադամյանովը անցնելու ես։ Անցավ։ Ուր են նրանք։ Հա, էլի։ Ուր են նրանք։ Լավ, ինչքան դու պետք է տգետ լինես, էլի։ Արտակյան դրա բոլորը ասինքն սխալ են Տեր-Պետրոսյանը, Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, եկեղեցին վեհապարը զավակ ունի։ Դու 10 զավակ թող ունենա։ Ավելի լավ է, քան ձեր նման ասել է։ Մեծ հարց է, կուսակրոնությունը ճիշտ բանա թե չէ։ Իհարկե։ Շատ քննարկման նյութ է։ Դուք ով եք, որ ընդհանրապես դուք ով եք, որ հոգևորական իշխանության եք կապնում։ Եկեղեցի եք մտնում։ Դուք ով եք, դուք այդ դեզ ընտրել են որպեսզի դուք մտնեք եկեղեցու մատանի արանքը։ Իրավունք չունեն իրանք։ Իրանք գնահատելու դա է։ Գնացեք ասֆալտները տարեք, գնացեք անվտանգություն ապահովեք։ Էլ երկրում խնդրեմ չկա, մնացել է կուսակրոնության փաստի բան լինես, էլի փաստաբան կամ է դատախ։ Գիտեք, հիմա կասեն էլի էմոցիոնալ, բայց այսպես դիմում եմ տեսախցիկին եւ ասում եմ, ով որ այս իշխանությանն է պաշտպանում։ Մենք իսկապես էլի մեկնաբանություններում գրեք, ձեզ դուր է գալիս դա։ Դուք այսինքն ընդունում եք, որ տենց պետքա մեր երկրի ղեկավարը մեզ շանտեղ չդնեն, մեր վիդեոներում ասեն, որ պետքա հայերից լյուլյա քաբաբ սարքեն, արուններն խմեն, բայց մեր երկրի ղեկավարը այդ Բայրամը շնորհավոր է։ Չէ, լուրջ ժողովուրդ ջան։ Այն ֆեյքերը բաները հաչալու են, բայց ես դիմում եմ իսկապես այն մարդկանց, մտավորականություն ուր է, ովքեր ատում են, չգիտեմ, Ռուսաստանը, Ռոբա Կորչակը, Սերժ Քոչարյանական, ովքեր իսկապես արդար մղումներով, ասենք, այս իշխանության հետ հույսեր են կապում։ Եթե կան այդպիսիք, գրեք խնդրում եմ մեկնաբանություններում, ընդհանրապես չեմ կարդում, բայց այս անգամ ուշադրություն կդարձնեմ։ Ինձ իսկապես հետաքրքիր է էլի։ Սա որ անինքնասեր է, այդ խնդիր չի, ինքն էլ իր թայֆերն էլ, բայց որ ասենք մարդիկ կան վստահ են, մենք լավ ժողովուրդ ենք, հպարտ ժողովուրդ ենք, պատվախնդիր ժողովուրդ ենք։ Այո, գիտնական ժողովուրդ ենք ի վերջո, այդ ատոմականից շատերն են ցխկվում, ասում եք Հայաստանը առանց ատոմականի ուրիշ բան է, ատոմականը ուրիշ բան։ Բա ինչ գիտնական Հայաստանը Արցախով լրիվ ուրիշ բան է, առանց Արցախի, խնդրեմ, ես ենք։ Պետքա լինի Արցախով։ Շագրենի կաշի է։ Պետքա լինի Արցախով Հայաստան, ու կլինի։ Համեցեք, չեմ խանգարում, պարոն Սարգսյան։ Հա, ու շարունակեմ միտքս, ուրեմն ձեր մոտ հյուր եղած ժամանակ խոսակցությունները, լրատվամիջոցներում քննարկումները բանից դրթեցին խնդրելու Life Armenia-ին, որ ինձ հնարավորություն տային տեսակետը ասելու, որպես էքսպերտի, որպես գիտնականի, որպես որոշակի փորձառություն ունեցող գիտական աշխատանքը եւ գիտական աշխատողին գնահատելու, իմ կարծիքով ես բավական օբյեկտիվ եւ բավական արդյունավետ ներկայացրեցի Բագրատ Գալստանյան գիտնականին, որը հոգեմշակութաբան է, որը բժշկության կազմակերպման մեծ գիտակ է, իր դիսերտացիան դրա վառ օրինակն է,
ու դրանից հետո դադարեց կարծես թե այդ ուղղությամբ իրան թիրախավորելը, բայց ես հիմա այս հարթակը ուզում եմ օգտագործել ու հիշեցնել հունիսի 12-ը անցած տարվա շուտով մի տարին կլարանա, ինչ տեղի ունեցավ Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, պետք է չմոռանանք, տեղի ունեցավ այն ինչ որ մարտի 1-ին 2008 թվականին տեղի ունեցավ Միասնիկյանի արձանի մոտ, մի տարբերությամբ որ Բաղրամյան եւ Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցածի ժամանակ, երբ որ 20-ից ավելի ձայնային նռնակներ նետվեց, որից տուժողներից մեկը իմ հարազատ եղբայրն է կրծերես եղել, որի իմ ընկերը, որ իր մարմնով ծածկեց մանկական սայլակի մեջ գտնվող 1 տարեկան դեռ չեղած երեխային, այդ Սիրահարների այգում, որ հանգարց բան չպատեին, աչքը կորցրեց։ Բայց Բագրատ Սրբազանը, որը միկրոֆոնը ձեռքին առաջնորդում էր այդ օրվա միջոցառումը, կարողացավ իր իմաստնությամբ ճիշտ վարքով այնպես անել, որ որևէ զոհ չունեցանք։ Դա մեծագույն արդյունք էր այդ շարժման համար։ Ճիշտ է 100-ից ավել տուժածներ եղան, ձերբակալություններ անօրինական ու շատ բիրտ ձևերով Աբրահամին Գասպարյան հիշում եք, ինչ օրը դրեցին։ Հիմա իմ բարոյական իրավունքն է, ես դրա իրավունք ունեմ իրոք։ 2008 թվականի մարտի 1-ին Միասնիկյանի արձանի մոտ, մինչև երեկոյան 9:30, պարոն Փաշինյան, հիշում ես դու։ Միկրոֆոնը քո ձեռին էր, ինչ կոչեր էիր անում, հետո 9:30-ից հետո դու չկայիր, մինչև գիշերվա 3:30 ձեր խոնարհծառան ընդեղ ա եղել, 3 ժամ էլ այդ բանը, բարձրախոսն ա վարել, ձեր կոչերի արդյունքում ինչ եղավ, Բագրատ Գալստանյանի կոչերի արդյունքը, ինչպիսի հետևանք թողեցին, ընդհանրապես անօրինական 100-ից ավել ձերբակալություններ, ծեծված Աբրահամ Գասպարյան եւ ասենք 2 հոգի տուժեցին ուրիշների կյանքը փրկելու համար։ Սա է իրողությունը։ Այնպես որ դուք բարոյական իրավունք չունեք այլոց քննադատելու։ Աստվածածունքն ասում է, քարը գցելուց առաջ մի հատ մտածի։ Աղորդման վերջաբանն է փորձենք հասկանալ այդ եկեղեցու վրա հարձակման ակունքներում ինչ կա։ Մեկ էլ արթնացան ու անհանգստացան մեր եկեղեցիների ներքին ռեֆորմներով, թե էլի արտաքին դրդում կա Փաշազադեի հայտարարությունը դե չասենք, չնայած լավ էլ ասենք, ինչու չասենք, որ համընկավ մի ամիտ պատահաբար։ Պարոն Սարգսյան, ինչ են սրանք այսքան ատում հոգևորականը, ազգային ինքնությունը, հայի տեսակը, ձեռ առնում, ծաղրում, իրանց այլասերված կոսմոպոլիտ հալով էլ է։ Գիտեք, մեր ազգային, այսպես ասենք, դժվարությունների, թե կորուստների կամ ողբերգությունների այդ բանում, ճանապարհային քարտեզում եկեղեցին հստակ դրական դերակատարություն ա ունեցել, դա փաստ է։ Ինչ ուզում ես ասա։ Իր բոլոր կարող է բացթողումներով, կիսատ վիճակներով եւ այլն, գոնե Սարդարապետի ճակատամարտը ես ինքս համոզված եմ, որ մեր լուսահոգի վեհապարը չլիներ, կարող է, Գևորգ Սուրենյանցը չլիներ, հավանաբար այդպիսի արդյունք չէինք գրանցի։ Չի մասնախոսքը։ Մարտի ժամանակվա Փաշինյաններին ասում էր գնացեք, ես կկռվեմ ստեղ։ Բա եկել էին, չէ, Փաշինյաններն եկել առաջարկում էին Սուրենյանցին։ Սարդարապետն ասել, Ալեքսանդրապոլը գնա բյուրականում պահկվի ասում էին, մենք ստե մի բան կանենք, բայց հազարավոր որբերն ու սովածները մարդ չէին։ Ու այսօր էլ ասում է Տեր Պետրոսյան, անկախ մեր վերաբերմունքից, պատմության մեջ այդ մարդը իշխվելու է որպես Հայաստանի առաջին անկախ ինքնիշխան Հայաստանի առաջին նախագահ, հա, երրորդ հանրապետության։ Եվ ինչ ուզում ենք էլի ասենք, այդ պատմությունը ֆիքսելու է, որ այդ նախագահի օրոք Արցախը վերաազատագրվեց։ Նիկոլ Փաշինյանը մնալու է պատմության մեջ ղեկավար ու մորոք Արցախը հանձնվեց։ Եվ Հայաստանի 200 ինչքան ուզում են կոտորեն իրանց։ ԿՊԱ-ականներն էլ տո պատեպատ տվեք, չգիտեմ, դեղեր խմեք, մի խմեք, ինչ ուզում եք արեք էտա։ Էտա ձեր շնորհքն է դա։ Դուք եք դա փաստել արձանագրի, որպեսզի պատմությունն արձանագրի։ Հիմա ինչ ուզում եք այնտեղ Այսօր էլ եմ փաստում, ատոմակայանի փակման նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը բացառապես գալիս է իրանց արած գործերի արդյունքում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք ԳԱԻ 1
Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Որ կամակատարի նման Բայրամ չգիտեմ ինչ են շնորհավորում, որ ինչ ասում են անում են։ Դե թող շնորհավորեն, բայց մեկը պատմությունը փաստելու է, կամ ասենք ոսկեպարում տարածքներ են կամավոր հանձնում, որտեղ ամենապաշտպանված, ամենակայացած պաշտպանական դիրքերն էին։ Ինչի մասին է խոսքը։ Հիմա եկեղեցու իհարկե եկեղեցու նկատմամբ այս ամենը ես մերժում եմ, ցավոք, չէ, իրականությունն է, որ այդքան մանրամաս առարկայական տեղեկատվություն չունեմ, հավանաբար հույս ունեմ ու վստահ եմ, որ դեր հարթակում կգտնվեն մարդիկ, որոնք ավելի համակարգված ձևով այդ հարցի ճիշտ պատասխանը կտան, լուսավորելու նաև ինձ ու մեր հանրությանը, որպեսզի մենք նաև ձերբազատվենք այդ երկվությունից եկեղեցու հանդեպ վերաբերմունքի։ Իհարկե եկեղեցին, եթե ավելի արդյունավետ լիներ, այսքան աղանդեր չէին լինի մեր երկրում, եկեք նայենք մեր ինքներս մեր աչքերին ու փաստենք դա, բայց կներեք, Բագրատ Սրբազանի նման սրբագույն եկեղեցական ունենալով փորձել եկեղեցու նկատմամբ ընդհանրական ինչ-որ որակումներ տալ, իսկ իրանք քիչ չեն, իրանք շատ են։ Մեր եկեղեցում ազնվաբարո այնքան մարդիկ կան, որոնցից միայն կարելի է սովորել, անկախ իրանց տարիքային ու ասենք բանա այդ եկեղեցում ծառայության վաստակի առումով էլի մարդիկ կան, որ իրոք Աստծո հետ երևի կապի մեջ են, իսկ մենք դրա կարիքը ունենք, դա տեսնելու, զգալու ու դրանից էներգիա ստանալու։ Պարոն Շարքյան, տեսեք, ատոմականից սկսեցինք, ատոմականով էլ ավարտենք։ Թուրքիան գուցե այս մասով վախենում է Հայաստանից։ Ատոմակայանի առումով։ Տեսեք, անհանգստություն, վտանգ է տեսնում, ինքնիշխանության կայացման, ուժեղացման, ասենք ինչ-որ չէ, իրականում Հայաստանի պետությունը ավելի ինքնիշխան, ավելի հզոր դառնալու համար ատոմակայանը կարևորագույն դերակատար է։ Որտեվ ներողություն, դա միայն տնտեսություն չի, կամ եթե նույնիսկ տնտեսությունն է, տնտեսության մուլտիպլիկացիան բանակն է։ Ինչից սրանք դա տնտեսության ամենաբարձր վիշի պիլոտաժն է, էլի, որտեվ Հայաստանում այսօր ատոմային էներգետիկայի մասնագետների առումով մենք լավագույն գուցե երրյակի կամ հնգյակի մեջ ենք։ Սիմվոլը մագատեն գարցեն ասում են ժորտ, օքեյ է, արեք, ինչ։ Այո, այդպես է դա։ Նորից եմ կոչանում կառավարության արտահայտ նիստ հրավիրեք բժշկական ռադիոլոգիայի կենտրոնը, որ փառահեղ ձևով ձեր կրթված շակերտավոր լինելու արդյունքում 60 տարվա գիտական կենտրոնը փակեցիք, դա պիտի ինչ որ մի կազմակերպական ձևով վերաբացվի, ատոմակայանի այն հերթափոխը, որը պիտի կառուցվի մինչև 2036 թվական, օր առաջ պիտի արագացնեք այդ գործընթացը եւ ձեր խոնարհ ծառայի Հրաչյա Սարգսյանի թեման էլ պիտի ֆինանսավորեք։ Ճար չկա, որտեւ այդ սարքավորումը բոլորին է պետք։ Իսկ դա այցեքարտ կլինի Հայաստանի։ Ճառագայթման հետ, որ նախորդ մեր հաղորդման ժամանակ, որ ես ներկայացրի։ Դե դա գյուտ է ըստեյության, որը ես չեմ, ինչա մեծ թվերի մասն է խոսքը։ Ընդամենը 200 միլիոն դրամ։ $5 միլիոն մասին է խոսքը 3 տարվա։ Երևի մի այդքան այդ գինու փառատոնի վրա է ծախսում։ Ու հպարտանալով ասում է 12.500, դե լավ էլի, ինչ գինու փառատոնի վիճակում ենք մենք, այ մարդ։ Վիդեոներն է գցում են, մի երկու վիդեո կա, նայում ես շատ տարօրինակ։ Լավ էլի, ամոթ է։ Դրանց գինի խմել գիտեն դրանք, կարան կամել, հա, արտակ։ Հետարքիր է էլի։ Չգիտեմ, բայց գիտեմ, որ քյալլա ճաղելուց ուտելուց լավ են տենց վիդեոները, հա։ Դե ուտելը, ասենք, գլուխը միայն ուտելու համար չի, էլի։ Չեմ կարող ինձ այդքան ինչացնել, թե չեք ասեի։ Չէ, մի ասեք, ձեզ զսպեք, այսինքն գիտությանը կամ Հայաստանի տնտեսության մեջ գիտական կյանքում եւս մի գյուտ անելու համար կամ այդ գյուտը կիրառելու համար ընդամենը $5 միլիոն է պետք։ $5 միլիոն։ Այն այսօրվա առաջնորդների բանը, ծառայողական մեքենաներ է, տյունինգ արած ու բանը, ոնց է բրանի ռևենի։ Մեքենայի գինը դրան շատ է։ $1 միլիոն արժի։ Բայց ընդեղից ինչ օգուտ ունի այս երկիրը։ Վնասից բացի չգիտեմ։ Իսկ այս պարագայում փաստորեն մենք կարող ենք արտահանել այս գյուտը եւ դառնալ ռեգիոնալ կրկնվեմ, սիրելի հեռուստադիտող, կրկնվեմ, մեթոդը մոտ 500 անգամ ավելի արագագործ է, քան դասական մեթոդները։ Մեթոդը հնարավորություն է տալիս էժանագին ձև, անհամեմատ էժան է, բացի արագագործությունը։ Պահանջատերը դրա այսպես արենք շահառուն աշխարհում գործող 200-ից ավել ատոմակայաններն են իրենց 400-ից ավել ռեակտորներով, որոնց սպասարկումը իրականացում են 2 եւ ավելի միլիոն պրոֆեսիոնալ մասնագետներ գտնվելով ռիսկի տարածքում, իսկ այդ ամեն մի ատոմակայանից, ինչպես մեր մեծամասնորինակով գիտեք, առնվազն գոնե 10,000 բնակիչ ունեցող
բաներ են, բնակավայրեր են, այդ մեթոդով ստեղծվող սարքավորման պահանջատերը, ինչպես ասացի, 200 ատոմական շարժգործող երկրներ են։ Իր ինքնարժեքով ինքը անհամեմատ ավելի էժանա լինելու աշխարհում այսօր ընդունված գիտական սարքավորումների, բժշկական սարքավորումների գնային ցուցակի առումով մի կարգով էժանա լինելու, էլի։ Կարգով էժան, այսինքն եթե հիմա դասական այդպիսի սարքավորումները մի քանի $100,000 կարգ են, այստեղ խոսքը գնում է մոտավորապես մի 10-15,000 $-ի մասին։ Մեկ սարքավորման արժեքը, որը որևէ ուսումնասիրություն անելու է 500 անգամ ավելի արագ եւ առանց պրոֆեսիոնալ պատրաստման։ Ես ճիշտ եմ հասկանում, որ սա ոչ միայն ֆինանսավորման խնդիր է, այլ նաև պետական ստատուսի խնդիր է։ Միանշանակ։ Օրինակ, մեկը մեզ նայեց Վենեսուելայից, ասեց Արցախը տանեմ կես միլիոն, բայց պետական ստատուս պետք է լինի։ Համի այդ գինո փառատոնի կամ կրթելու փոխարեն այդ գումարները որ դնեիք, այս գիտելիքը արդեն 3 տարի լիներ շուկայում։ Ինչ կտուժեր մեր երկիրը դրան։ Այսինքն մեզանից կարող են առնել, հա, պատենտ։ Այո։ Դրա Այդ 5 միլիոնը կարա դառնա 50 միլիոն, պարոն Սարգսյան, այսինքն ըստ էության էքսպորտի արդյունքում։ Ինչը։ Այդ ներդրումը կարա վերածվի բանի։ Այդ ընդամենը $500,000 ներդրումից հետո, եթե մենք սկսենք արտադրություն, բան տրամաբանական, այսպես ասենք, ռազումնի ոնց կլինի։ Տրամաբանական, էլի։ Տրամաբանական, ժամկետի մեջ, ընկալելի ժամկետում Արտակ ջան, մենք մի քանի տասնյակ միլիոն $-ի շահույթ կբերենք երկիր։ Հարյուրավոր մասնագետներ Բա ի՞նչն է խնդրեմը, էլի ուզում եմ։ Խնդրեմը Հրաչյա Սարգսյանի անձնա գուցե կամ գուցե Թուրքիայի նման ողերին բարեկամների գոյությունն է։ Բայց դուք բան չեք էլի, ասենք ընդդիմության առաջնորդ չեք որ վարում։ Իհարկե չեմ։ Բա ի՞նչն է։ Չեմ երազել, չեմ։ Ես արդարության ինտելիգենտ գիտնական մարդ եք, լավ բան եք առաջարկում, ի՞նչն է խնդրեմը։ Հիմա այդ գիտնական մարդուն 95 թվին լաբորատորիան փակեցին, դուրս արեցին, ասին գնա քեզ նվերի ամբողջությամբ քաղաքականությունը, հետո ընդդեից էլ բոլոր տեղից փակեցին։ Այսօր մեր ինչ ա եղել, գիտության, կրթության եւ այլն հանձնաժողովը վարում են շատ փորձառու։ Այսինքն դելի բախվում ենք այն խնդրին, որ այսօրվա գործող իշխանություններին արտաքին թելադրանքով թե ոչ պետք չի գիտության զարգացում, պետք չի գիտական, ես այդ ԳԱԱ-ն, որ ասում եմ հսկայական շենքը գիտենք, բայց ինչ են անում ընդեր նստած։ Չէ, իրականում շատ լուրջ բաներ են արել այնտեղ։ Այտենց նսեմ ասնել ազգային ակադեմիան, որ ազգային բառը չկար։ Գիտությունների ակադեմիա, ինձ համար ազգային բառը ավելորդ է։ Գիտությունը ազգային պատկանելություն։ Ես բաց չեմ ասելու, բայց այդ մարդիկ ուրա չկան։ Դե կներես Արտակ ջան, եթե 10, 20, 30 անգամ իրանց գործընկերների համեմատ արտասահմանի քիչ են վճարվում։ Այդքան վճարվելուց հետո դե կարա բողոքում էին Լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը, որ եկավ վարչապետ, առաջին ցույցը արեցին գիտնականները ազգային ակադեմիայի նախագահության շենքի մոտ, ինչ էին ուզում, իրանց 5,000 դրամներն էին ուզում, որտեղ աշխատավարձ ցենվախ այդքան էր, 5,000 դրամ։ Շարունակեմ միտքս, եթե իմ գործընկերը, իմ գոլեգան, իմ կալիբրի արտասահմանում ինձանից տասնապատիկ շատ է ստանում, ըստեղ ինչ չեն ֆինանսավորում, բացի իր աշխատավարձը, նաև աշխատավարձի տասնապատիկը սպասարկման ծառայություն է լինում, ես պիտի հոդված գրեմ, այսինքն ճգնեմ ամիսներով, ստեղծեմ մի հատ աշխատանք արդյունք, մեր պետությունը պատրաստ է դրա համար $5-6,000 տալ, ինչ-որ առաջատար համարվող ընդունված այսպես միջազգային բանում հանրույթի համար, այդ բանը պարբերականում տպվելու համար, հետարքիր է, չէ, պիտի տպվեմ անգլերեն, փողը տալիս է պետությունը, սովետական ժամանակ Արտակ ջան կար ՍՍՀՄ գյուտերի եւ հայտնագործությունների կոմիտե։ Այդ կոմիտեում ինքան թղթեր էին հավաքում մերժված գործերի մասին խոսքը։ Միամի ճապոնացի գալիս էին տոննայով այդ թղթերը առնում էին։ Հասկանում ես նպատակը։ Բայց իրանք առնում էին ռուսերեն գրվածը։ Հիմա մերոնք ջանում են, որպեսզի այդ ամեն ինչ որ մենք պիտի ստեղծենք, ձրի, որովհետեւ իրականում դա ճորտի կարգավիճակ է։ Այս ֆինանսավորումով գիտությամբ զբաղվելը կամ կրթելը մանկավարժին են շատ քիչ վճարում, նույն բժշկին են շատ քիչ վճարում, սա լինում է հիվանդի հաշվին։ Իհարկե պետք է ողջունել, որ իրավապահ համակարգի որոշ սեկտորներ բարձր են վճարում, որ իբրև թե կոռուպցիայից խուսափեն, բայց խուսափում են։ Մեծ հարց է։ Հիմա շարունակեմ։ Ստացվում է, որ մեր պետբյուջեի իմ ձեր տված հարկերի հաշվին պատրաստ ենք փող տալ, որպեսզի միջազգային ընդունված պարբերականում հոդվածը տպվի, որ իրանք հեշտ առաջ թարգմանելու արդեն։ Անգլերեն լեզվով տանեն ինչ պետք է իրանցով անեն։
Էլ ավելի։ Վերջում վատ տենդենս էլի կա, որ գիտական լեզուն հայրենը մոտ ասում են չի կարող լինի։ Դուք մի փառահեղ հյուր ունեիք, Հրաչյա Հակոբյանյան, այո, հիշում եք։ Հրաչիկ Հակոբյան։ Լեզվաբանը, իմ լավ բարեկամն է, շատ հարգանք իրեն։ Սաղոստի մանեկա հեռախոսը չէի գտնում իրան շնորհակալությունս հայտնելու, հա, որտեվ փոխվել էր իմ հեռախոսի բանը, այդ ապարատը։ Հրաչյա ջան, շատ շնորհակալ եմ այդ հաղորդման համար, ամեն ինչով լավ էր, հատկապես այդ մասով, որ այս կանոնակարգով, այս չափորոշիչներով ընթանալու դեպքում հայերենը որպես գիտական լեզու մեռնելու է։ Բայց նորից ուզում եմ կրկնվել, ճապոնացի գիտնականների տևական տարիների վեր արված հետազոտությունների արդյունքում հաստատագրվել է, որ մայրենի լեզվով գիտնականի արած գիտական գործունեությունը առավել արդյունավետ է։ Պարոն Սարգսյան, շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Սա Life Armenia YouTube-յան ալիքներ, այսօր հյուրընկալել էինք Գիտությունների ազգային ակադեմիայի գիտ աշխատող կենսաֆիզիկոս Հրաչյա Սարգսյանին։ Շնորհակալություն հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդագրվելու համար։